Քանի որ 2008 թվականի ձմեռը այնքան էլ խիստ չէր, ուստի 2009 թվականին ռեժիմների կարգավորման նպատակով Հայրոսգազարդի նախատեսված ծրագրով Տաշիր եւ Ստեփանավան քաղաքներում, Գարգար եւ Վարդաբլուր գյուղերում մինչեւ ձմեռ կատարվելու է 1183 գծամետր խողովակի տրամագծի մեծացում 11.6 միլիոն դրամ գումարի ծախսով, որի հետևանքով բարելավելու է 411 առանձնատրեի գազամատակարարման ռեժիմները։ Լոռու մարզի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը սկսել է նախապատրաստական աշխատանքները ձմռան նախաշեմին։ Ասեմ, որ անցյալ տարի ձմռան նախապատրաստական աշխատանքների ժամանակ Հայրոսգազարդի կողմից ներդրվեց 360 միլիոն դրամ գումար, որը հիմնականում օգտագործվեց գազի բաշխման ռեժիմների կարգավորման համար։ Այս տարի նույնպես տրամադրվել է 11 միլիոն գումար, որը ռացիոնալ օգտագործելու դեպքում մենք ամբողջ ցանցը կունենանք նախապատրաստված ձմռան նորմալ գազամատակարարման համար։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի անմիջական միջնորդությամբ գազիֆիկացման ծրագրով ընդլայնվել է Անտառամուտ գյուղի եւ Ձորագետ համայնքի գազաբաշխիչ ցանցերը եւ գազիֆիկացվել է 152 բնակարան։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի անմիջական միջնորդությամբ գազաֆիկացման ծրագրով ընդլայնվել է Անտառամուտ գյուղի գազաբաշխիչ ցանցը։ Ներդրվել է 9 միլիոն, մոտավորապես 9 միլիոն գումար, որի արդյունքում մենք կունենանք 129 բաժանորդ։ Ներդրվել է նաև 2.5 միլիոն գումար Ձորագետ համայնքի թիվ 8 եւ 10 շենքերի գազաֆիկացման համար, որի արդյունքում կունենանք եւս 23 բաժանորդ։ Արդա բարեգործական հիմնադրամը, Վանաձորի քաղաքապետարանը եւ Ֆուլլեր տնաշինական կենտրոնը Վանաձորի Տարոն 3 թաղամասում կառուցել է թվով 16 քոթեջներ, որոնք նախատեսված են անապահով ընտանիքների համար։ Այս քոթեջների գազիֆիկացման աշխատանքները իրականացրել է Հայրոսգազարդը, որի համար ծախսվել է 4.8 միլիոն դրամ։ Այս տարի քաղաքապետարանի կողմից կառուցված կարիքավոր ընտանիքների համար նախատեսված 16 քոթեջներում նույնպես Հայրոսգազարդի կողմից ներդրում է կատարվել մոտ 4.8 միլիոն դրամի, որի արդյունքում այդ մեր 16 քոթեջները կօգտվեն բնական գազից։ Լոռու գազամատակարարման գազիֆիկացման մասնաճյուղի տնօրեն Վարդան Բաղդասարյանը պակաս կարևոր չի համարում նաև ներտնային գազահամակարգում սպասարկման ոլորտում կատարվող փոփոխությունները եւ սպասարկման որակը, իսկ բնակիչների անվտանգության համար ի սկզբանե հոգում է Հայրոսգազարդը։ Մեզ համար կարևորագույն խնդիր է մնում բաժանորդների անվտանգ գազամատակարարումը։ Հայրոսգազարդի կողմից շատ մեծ ներդրում է արվել, մենք բնակարաններում այսօր տեղադրում ենք վթարային անջատիչ կափույրներ եւ ազդանշանիչներ, արդեն ունենք տեղադրված 18100 սարքավորում։ Միայն մնում է ավելացնենք, որ ազդանշանիչները տեղադրվում են անվճար եւ կոչված են բնակիչների անվտանգությունը ապահովելու համար։ Արմիդա Պողոսյան, Սեյրան Անտոնյան, 9-րդ ալիք։